Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, կրկին խաչմերուկ հավելված հաղորդաշարն է։ Այս անգամ հաղորդումը վարում եմ քաղաքագետ Սուրեն Թադևոսյանի հետ, ողջույն Սուրեն։ Բարև ձեզ պարոն Բաղդասարյան։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Թեման, որի մասին ցանկանում եմ խոսել, կարծում եմ հետաքրքիր է նաև մեր հայրենակիցներին, հատկապես վերջին աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված։ Առաջարկում այսօր խոսել Եվրոպական միություն-Չինաստան հարաբերությունների մասին, քանզի այդ հարաբերությունները շատ կարևոր են եւ մեզ համար, եւ առհասարակ իբրև երկու ուժային կենտրոն Եվրոպական միություն-Չինաստան հարաբերությունները միշտ էլ այսպես թրենդ են սահմանել մյուս երկրների հարաբերությունների համար եւ մյուս պետությունները զուգահեռաբար Եվրոպական միության եւ Չինաստանի հետ ունեցած իրենց հարաբերություններում անկասկած ելնել են նաեւ այն իրավիճակից, որ կա Եվրոպական միություն-Չինաստան հարաբերություններում։ Ասել, որ այդ հարաբերությունները անամպ են, կարծում եմ դա կլինի միամտություն, բնականաբար Չինաստանը եւ Եվրոպական միությունը առաջին հերթին մրցակիցներ են տնտեսական ոլորտում, իբրև տեխնոլոգիա արտադրող եւ տեխնոլոգիա սպառող, հա, մինչ այս պահը դեռևս Չինաստանին չի հաջողվում տեխնոլոգիաների առումով դուրս գալ առաջին տեղ եւ տեխնոլոգիաներ թելադրել առաջին հերթին հենց Եվրոպական միությանը, նա միայն դեռևս սպառում է, ներգրավելով մասնագետներ, ներգրավելով տեխնոլոգիաներ, յուրացնելով դրանք, բայց միևնույն ժամանակ լրջագույն տնտեսական մարտահրավեր նետելով Եվրոպական միությանը։ Հիմա փորձենք հասկանալ ինչ է կատարվում երկկողմ հարաբերություններում եւ առաջ անցնելով երկրորդ այսպես թեման առաջարկեմ կամ ենթաթեման։ Գաղտնիք չէ, որ այսօր Եվրոպական միությունը կանգնած է բավականին լուրջ, այդ թվում նաև տարածքային եւ աշխարհաքաղաքական մարտահրավերների առաջ։ Առաջինը Գրենլանդիան էր, երկրորդը Իսպանիայի հետ կապված Սեուտայում տեղի ունեցող իրավիճակը եւ ըստ միջազգային լրատվամիջոցների երկուսի թիկունքում էլ այսպես կանգնած են Միացյալ Նահանգները տարբեր պատճառներով։ Այս կոնտեքստում Եվրոպական միությունը կփորձի արդյոք դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունը եւ ի հակակշիռ Միացյալ Նահանգների կողմից աճող լարվածության եւ ճնշման փորձել բարելավել Չինաստանի հետ ունեցած հարաբերությունները, այն որպես մասնագետ։ Առաջարկում այս թեման այսօր քննարկենք եւ փորձենք հասկանալ թե իրականում ինչ է կատարվում։ Շնորհակալություն հարցադրման համար, պարոն Բալասանյան, իսկապես ԵՄ-Չինաստան հարաբերությունները առանձնակի կարևորություն ունեն, հատկապես այսօրվա աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում եւ դրանք ինչ որ առումով աշխարհակարգ նաեւ սահմանող հարաբերություններ են, դրանում շատ կարևոր տեղ ունեցող գործոն են եւ մենք իսկապես նկատում ենք առնվազն սկսած 2010-ականների կեսից Թրամփի ադմինիստրացիայի առաջին ադմինիստրացիայի գործունեության հենց սկզբից եւ Սի Ցզինպինի իշխանության գալուց հետո, այո, որ Եվրամիությունը հասկանում է, որ արտաքին քաղաքական եւ տնտեսական գործընկերների բազմազանեցումը իսկապես ռազմավարական նշանակություն ունի, որովհետեւ ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ, ինչպես 16-20, այնպես էլ ներկայի շրջափուլերում նկատվում են պրոտեկցիոնիզմի եւ ազգայնականության որոշակի դրսեւորումներ, ինչը իհարկե մարտահրավեր է Եվրամիության համար։ Ձեր թույլտվությամբ մի փոքր հետադարձ հայացք։ Այո, ես մի գաղտնիք բացեմ, մենք ավանդաբար մեր հաղորդման շրջանակներում որոշակի պատմական էքսկուրս անում ենք, որպեսզի նաև մեր հայրենակիցների համար թեման ավելի այսպես, հա, պարզ լինի եւ ավելի մաչելի, թե որտեղից է գալիս այդ հարաբերությունները եւ որտեղից է գալիս եւ լարվածությունը եւ այսպես համագործակցության ցանկությունը երկու երկրների միջև ցանկացած թեմայի շրջանակներում մենք դա այսպես պատմական էքսկուրսն անում ենք եւ փորձում ենք ավելի բացել թեման եւ ավելի մանրացնել։ Շատ բարի, այդ դեպքում մեզ անհրաժեշտ է հայացք գցել 1975 թվականին, երբ պաշտոնապես արդեն հարաբերություններ հաստատվեցին այն ինչ հետագայում պետք է դառնար Եվրամիություն եւ Չինաստանի միջև։ Իհարկե հետաքրքիր խորհրդանշանական նաեւ
մաթեմատիկա գոյություն ունի այստեղ 1975 թվականի դրությամբ երկկողմ առևտրաշրջանառությունը կազմում էր 2 միլիարդ ամերիկյան դոլար, ինչը այսօր ընդամենը 1 օրում առևտրաշրջանառության թիվն է։ Այսինքն մենք գործ ունենք թռիչքաձև աճի հետ։ 50 տարում, կես դարում, այո, մենք գործ ունենք մի քանի հարյուրապատիկ աճի հետ եւ ավանդական եվրոպական մոտեցումը այն էր, որ Չինաստանին իբրև տնտեսական գործընկերոջ պետք է դիտարկել հիմնականում որպես հումքի, աշխատուժի եւ հետագայում արդեն նորարարության ու տեխնոլոգիաների կենտրոն։ Իրականում այդպես էլ Եվրոպական միությունը դիտարկում էր Չինաստանին մինչև 2010-ականներ, այսինքն Չինաստանը այնտեղ էժան, այսպես երկիր ֆաբրիկա, այդպես էին անվանում։ Աշխարհի գործարար։ Այո, էժան աշխատուժ, դրանով պայմանավորված նաեւ օտարերկրյա ներդրումների շահագրգռվածություն Չինաստանում։ Այո, բացի դրանից նաև բավական մեծ շուկա, որը հնդածս դարձել է ավելի գնողունակ։ Իհարկե նաև որպես ավելի փոքր գործոն դա է կարևոր նշել, բայց արդեն 2001 թվականին հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում եւ եվրոպական մոտեցումը ինչ որ իմաստով փոխվում է Չինաստանի նկատմամբ, դա նաև պայմանավորված էր ամերիկյան մոտեցումների փոփոխությամբ, հատկապես Գերմանիայում եւ Միացյալ Նահանգներում գերիշխող էր այն մոտեցումը, որ ինչքան փորձեն Չինաստանին ներգրավել համաշխարհային ֆինանսատնտեսական կառույցներում, ինչքան նրա հետ ակտիվացնեն տնտեսական համագործակցությունը, այդքան կմեծանան շանսերը, որ Չինաստանը եւս կդառնա լիբերալ ժողովրդավարություն։ Նաեւ այդ մոտեցումը կար, որ կարող է նաև աշխարհաքաղաքական ավելի մեծ դերակատարում ունենալ Չինաստանը այս գործընկերության մեջ, սակայն հետագայում մենք տեսնում ենք, որ դա այդպես էլ տեղի չի ունենում եւ Չինաստանը չի վերածվում առնվազն այն լիբերալ ժողովրդավարական մոդելին, ինչ պատկերացնում էին աշխարհի արևմտյան։ Իմիջիայլոց 90-ականներին նմանատիպ քաղաքականություն նաև Ռուսաստանի նկատմամբ էր Եվրոպական միությունը վարում, այդ լիբերալների եւ լիբերալ գաղափարախոսության առաջ քաշելը եւ նաև սահմանադրության մեջ հիշում ես ամրագրելը 93 թվականի 13-րդ հոդվածով, որ Ռուսաստանը չի կարող ունենալ գաղափարախոսություն։ Այսինքն այդ խորհրդային հատվածի համեմատ երկիր, որը 1/6-ն է աշխարհում, չի կարող ունենալ գաղափարախոսություն։ Սա նաև քաղաքագիտական առումով ըստ էության որոշակի այսպես նոնսենս է, բայց համենայն դեպս 90-ականներին նման քաղաքականություն վարվում էր եւ նրանք փորձում էին այո համաձայն եմ Չինաստանի եւ Ռուսաստանի նկատմամբ գրեթե նույն քաղաքականությունը այսպես վարել իրենց կողմը ներգրավելու եւ ըստ էության փորձելով, եթե չասենք դաշնակից, ապա գոնե գործընկեր ստանալ հատկապես Չինաստանի մասին է գնում խոսքը գիգանտից, որը որ 1 միլիարդից ավել այն ժամանակվա ամենամեծ բնակչություն ունեցող երկիրն էր։ Այո, այս պահին երկրորդը շատ չի զիջում Կազնանին, բայց հենց դեր ասած գործոնը բավական լուրջ փոփոխությունների է ենթարկվել, եթե մենք այսօրվա աչքերով նայենք այս համագործակցությանը, ապա կտեսնենք, որ պրագմատիզմը առնվազն եվրոպական քաղաքական վերնախավի շրջանակներում շատ ավելի ընդունելի մոտեցում է համարվում եւ հենց հիմնական բանաձևը Չինաստանի հետ աշխատելու այն է, որ նրանք համագործակցության առումով բաց են Չինաստանի նկատմամբ, սակայն նրան համարում են տնտեսական մրցակից եւ համակարգային հակառակորդ։ Եվ այդ ապառիսկայնացման հայեցակարգը Եվրոպական միությունում ընդունվեց հենց Չինաստանի հետ այս հարաբերությունների 3 ասպեկտները հնարավորինս բալանսավորված պահեն նպատակով։ Մենք նաև նկատում ենք, որ թեև տնտեսական հարաբերությունները հնդածս սերտանում են, դրանցից զերծ չեն մնում նաև խոչընդոտները, դրանք եւս աճում են եւ եթե մի բայելի թվերի դաշտ մտնենք, կտեսնենք, որ բավական մեծ առևտրային դեֆիցիտ ունի Եվրամիությունը Չինաստանից, այսինքն շատ ավելի ներմուծում է Չինաստանից, քան արտահանում է Չինաստանը։ Այո, դա ըստ էության Եվրոպական միության համար այսօր դարձել է գլոբալ խնդիր, եւ եթե ուղղակի մի փոքր առաջ անցնենք եւ ժամանակակից Եվրոպական միություն Չինաստան տնտեսական հարաբերությունները ավելի պատկերավոր դարձնելու համար զուտ մեկ այսպես փաստ ասեմ, վերջին շրջանում օրինակ եթե մենք ասում ենք եւ խոսում ենք օրինակ եվրոպական ավտոմոբիլաշինության մասին, բնականաբար առաջին տեղում նկատում ենք Գերմանիային։ Այսօր գերմանական խոշորագույն ավտոկոնցեռնը Mercedes-Benz-ը կամ Daimler Chrysler-ը տարբեր ժամանակներում տարբեր այսպես անվանումներ ուներ,
նոր գործելավոճ է որդեգրել Չինաստանում, Չինաստանի համար եւ Չինաստանում, այդպես է կոչվում, այսինքն իրենք արդեն սկսում են աշխատել չինական շուկայի համար եւ չինական շուկայի պահանջներին համապատասխանելու համար։ Եթե ժամանակին եվրոպական ավտոմոբիլաշինությունը Չինաստանը դիտարկում էր իբրև սպառման շուկա, ապա հիմա Չինաստանը դիտարկում է իբրև շուկա, որտեղ առաջինը պետք է լոկալացնել Չինաստանում ներկա լինելու համար, այսինքն ստեղծում են աշխատատեղեր, բայց Չինաստանում ոչ թե Եվրոպայում։ Սա շատ կարևոր է եւ սա նաեւ այն տնտեսական քաղաքականության ձախողումներ, որի պտուղները այսօր քաղում են շարքային եվրոպացիները, երբ որ մենք ասացինք, որ դիտարկվում էր իբրև պետություն ֆաբրիկա, հիմա այդ գայթակղությանը եվրոպացիները չկարողացան դիմանալ եւ ամբողջը տվեցին Չինաստանին, միայն թե նրա համար, որ Չինաստանը գնի իրենց արտադրանքը։ Բայց հիմա մենք ունենք հակառակ, այսպես ռևերսային, իրավիճակ ունենք, երբ չինական արտադրանքն է արդեն մտնում եվրոպական շուկա, դու ճիշտ նշեցիր, այդ դեֆիցիտը, որ կա արտաքին առևտրի մեջ, ավելի շատ ներկրում է Եվրոպական միությունը, քան արտահանում։ Եվ նաև կցանկանամ խոսել այն պայմանագրի մասին 20 թվականի համապարփակ ներդրումների համապարփակ պայմանագիրը փոխադարձ ներդրումների 20 թվականի դեկտեմբեր։ Եվ որ շատ կարևոր է, այն ընդամենը մի քանի ամսվա կյանք ունեցավ եւ 21 թվականին սառեցվեց։ Այ դրա մասին խոսենք, ինչ է կատարվում առաջ։ Շատ բարի, դա հետաքրքիր դրվագ է, բայց մինչև այդ դրվագին անդրադառնալի, եթե թույլ կտաք անդրադառնամ եւս մի մտքի, որ հայտնեցիք, իրականում Չինաստանում եւս հասկանում էին, որ իրենք պետք է պրոակտիվ տնտեսական քաղաքականություն իրականացնեն, նաեւ որոշակիորեն եվրոպական շուկայում ներդրումների տեսանկյունից, եւ մենք այստեղ գործ ունենք այդ հայտնի Greenfield economy ասվածի հետ, երբ ինչա դա բառացի նշանակում, երբ որ չինական խոշոր կամպանիաները, օրինակ BYD-ն, իրենք են գործարաններ ստեղծում Եվրամիության տարածքում, այսինքն այդ չինական ավտոմեքենաները հավաքվում եւ ստեղծում են հենց Եվրոպայում, հետեւաբար BYD-ն ասեցիր, ես մեկ բրենդ էլ ասեմ, Xiaopeng բրենդը, որ այսօր արտադրվում է Ավստրիայում եւ այն գործարանում, որտեղ ժամանակին Mercedes-ը հավաքվում։ Սա եւս կարեւոր է։ Շուրջ 1/4-ը արդեն եվրոպական էլեկտրական ավտոմոբիլների չինական են ըստ էության, Չինաստանը զբաղեցնում է այդ շուկայի առնվազն 1/4-ը եւ հետաքրքիր է, որ այս քաղաքականությունը Չինաստանին թույլ տվեց որոշակիորեն մեղմացնել հնարավոր մաքսատուրքերի գործոնը, բայց բացի դրանից նրանք եւս մի քանի խելացի տնտեսական ծրագրեր են այս առումով իրականացնում, մասնավորապես պետությունը Չինաստանը կարողանում է իրեն թույլ տալ տրամադրել հողատարածք, էժան էլեկտրաէներգիա, էժան վառելիքներ այդ ավտոմոբիլային կազմակերպությունները, այսինքն սուբսիդավորում է այդ արդյունաբերությունը, ինչը թույլ է տալիս չինական ավտոմեքենաներին կրկնակի էժան լինել եվրոպական էլեկտրական ավտոմեքենաներից։ Եվրամիությունը սա իրական բողոքներ առաջացրել է, բավական լուրջ քննադատության է հանդիպել եվրոպական տարբեր պետությունների ղեկավարների կողմից եւ ներկայում շուրջ 157 գործեր են քննվում եվրոպական արդարադատության շրջանակներում հենց այդ սուբսիդիաների պատճառով ոչ մրցակցային գների դեմ շուրջ 157 գործեր։ Իմիջ այլոց մեկ հետաքրքիր այսպես համեմատություն էլ փորձենք անցկացնել։ Չինաստան, Եվրոպական միություն, Միացյալ Նահանգներ, Եվրոպական միություն, հարաբերությունները, որ դիտարկում ենք հատկապես տնտեսական, շատ նման է Պեկինի եւ Վաշինգտոնի ձեռագիրը։ Երկու դեպքում էլ Եվրոպական միությունը ստիպված է տեղի տալ չինական ու ամերիկյան ապրանքների համար, միայն թե իր ապրանքները կարողանա վաճառվել ամերիկյան եւ չինական շուկաներում։ Այո։ Սա եւս կարեւոր է եւ այստեղ եթե հիշում ես դեռ անցյալ տարի կարծեմ Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ բավականին լուրջ լարվածություն առաջացավ եւ Մարի Լպենը, ֆրանսիական ազգայնական կուսակցության ղեկավարը, անգամ այն առևտրային համաձայնագիրը, որ ստորագրվեց ԵՄ-ի եւ Միացյալ Նահանգների միջեւ, բարոյական առումով համարեց անկատար։ Այսինքն նշեց, որ օրինակ, որպեսզի ինքը պատկերավոր էր ասում, որ ֆրանսիացի ֆերմերների տուժում են, որպեսզի գերմանացի ավտոարտադրողները կարողանան իրենց մեքենաները վաճառել Միացյալ Նահանգներում։ Հիմա նույնը Չինաստան Եվրոպական միություն ըստ էության, հարաբերություններում ենք մենք սա տեսնում։
Կրկին այս անգամ գերմանացի ավտոարտադրողները տուժում են, որպեսզի չինական էժան ապրանքները կարողանան ներկայացված լինել եվրոպական շուկաներում։ Հակառակ պարագայում Եվրոպական միությունը կանգնում է արտահանման դիվերսիֆիկացիայի շատ լուրջ խնդրի առաջ։ Աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկը այսօր հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ ստիպված է գնալ տարբեր պետությունների հետ եւ տարբեր այսպես ուժային կենտրոնների հետ, անգամ ինչ որտեղ իրեն համար ոչ ձեռնտու պայմանագրերի ստորագրմանը, միայն թե կարողանա տնտեսական այդ առաջնային դիրքերի վրա մնալ եւ չզիջել դիրքերը։ Հիմա քանի որ մենք խոսում ենք Չինաստան-Եվրոպական միություն հարաբերությունների մասին, տնտեսական հատկապես, հետաքրքիր է Եվրոպական միություն Հնդկաստան ազատ առևտրի համաձայնագիրը, որը կարծեմ անցյալ ամիս կամ 2 ամիս առաջ ստորագրվեց։ Ինչ է սա։ Եվրոպական միությունը փորձում է հակակշիռ Չինաստանի Հնդկաստանին հզորացնել, բայց արդյոք Հնդկաստանը եւ Չինաստանը հավասարազոր տնտեսական գործընկերներ կարող են լինել եւ արդյոք Չինաստանից տնտեսական կախվածությունը Հնդկաստանը կարող է փոխարինել իր ապրանքատեսակներով եւ որակով հատկապես։ Կարծում եմ Հնդկաստանի հետ համագործակցության խորացումը ավելի շատ բխում է Եվրամիության հենց արտաքին քաղաքական եւ տնտեսական գործընկերների բազմազանեցման առաջնահերթությունից, բայց բնականաբար համաձայն եմ ձեր այն ենթադրության հետ, որ հնդկական շուկան եւ հնդկական արտադրությունը որպես այդպեսին չի կարող փոխարինել Չինաստանին ու իբրև հիմնավորում կուզենայի բերել հազվագյուտ մետաղների շուկան, որից Եվրամիությունը զգալի կախվածություն ունի, դրանք անհրաժեշտ են միկրոչիպերի, կիսահաղորդիչների արտադրության համար եւ այդ շուկայի 90% վերահսկողությունը, այսինքն գրեթե մոնոպոլ վերահսկողությունը պատկանում է Չինաստանին։ Եվ օրինակ Հնդկաստանը այդտեղ ունի շատ ավելի փոքր խաղադաշտ։ Հետաքրքրական է, որ մի քանի տասնամյակ շարունակ Չինաստանը ոչ միայն այդ 90% վերամշակելու հանձնառությունն է կարողացել կատարածել, այլև նրանք աֆրիկյան եւ լատինամերիկյան երկրներում գնել են այդ հազվագյուտ մետաղների հանքավայրերը, օրինակ կոբալտի բազմաթիվ հանքավայրեր Աֆրիկայում եւ նաեւ լատինամերիկյան տարբեր պետություններում եւ ըստ էության այդ մատակարարման ամբողջ շղթայի վրա նրանք ունեն ակտիվ վերահսկողություն։ Սա Եվրոպայում շատ լավ են հասկանում եւ սա առնվազն մեկ էլեմենտն է այն բանի, որ Չինաստանին փոխարինելը այդքան էլ հեշտ գործ չէ եւ Չինաստանից կախվածության նվազեցումը մեկ համաձայնագրի հարց չէ։ Իմիջիայլը շատ հետաքրքիր թեմա ասեցիր Աֆրիկա։ Գաղտնիք չէ, Չինաստանը Աֆրիկայում գնալով ներկայացվածությունը ավելանում է, անգամ հյուսիս-հարավ երկաթգիծ է կառուցում Աֆրիկայում Չինաստանը ոչ միայն հազվագյուտ մետաղների, այլ նաև ուրանի հետ կապված բավականին լուրջ այդ հանքավայրեր են ուսումնասիրում, ադամանդի պաշարների հետ կապված եւ նաև Չինաստանը լուրջ ներդրումներ է անում այսօր Աֆրիկայում։ Եվ այս տեսանկյունից կարծում եմ Չինաստան-Եվրոպական միություն հարաբերությունների վրա սա դրականորեն նաև կարող է ազդել հատկապես այն տեսանկյունից, որ եթե Աֆրիկայում արվում է ներդրում եւ ժողովրդի կենսամակարդակը որոշակի սկսում է բարձրանալ, ապա տեսականորեն կարող է նվազել նաեւ այն միգրանտների թիվը, որոնք Աֆրիկայից անցնում են դեպի Եվրոպական միություն հյուսիսային Աֆրիկայով։ Այսինքն այստեղ Չինաստանն էլ ենթագիտակցաբար միգուցե միտումնավոր, բայց որոշակի առումով կարող է աջակցել Եվրոպական միությանը այս միգրանտների հոսքը կառավարելի դարձնելու համար, եթե ներդրումները ավելացվում է Աֆրիկայում, հատկապես մենք որ գիտենք, որ այսօր Եվրոպական միությունը Աֆրիկայում զգալիորեն թուլացել է եւ կորցրել է հիմնականում կորցրել է իր դիրքերը, հատկապես Ֆրանսիային է վերաբերվում նախկին գաղութներում։ Այո, հատկապես վերջին մի քանի տարիների վերջին մի քանի տարում, հետեւաբար եթե չես կարող այդ ամեն ինչի վրա ունենալ ազդեցություն, ապա գոնե հնարավոր է դա դարձնել կառավարելի, այսինքն Չինաստանի միջոցով, գոնե Չինաստանին միջոցով այնպես անել, որ Աֆրիկայում այլ խաղացողներ էլ չհայտնվեն եւ այս տեսանկյունից Եվրոպական միություն Չինաստան հարաբերությունները իհարկե շատ ավելի այսպես ռազմավարական կարող են լինել, քան Եվրոպական միություն Հնդկաստան հարաբերությունները։ Քանզի դու արդեն նշեցիր, որ Հնդկաստանը իհարկե հզորագույն տնտեսություն, մարդկային հզորագույն ռեսուրսներ ավելին քան Չինաստանում, բայց եւ ապրանքատեսակների եւ հզորությունների եւ կարողությունների առումով չի կարող ոչ մի պարագայում փոխարինել Չինաստանին։ Համաձայն եմ լիովին։
Եվ նաև իհարկե քաղաքական տեսանկյունից ես պատահական չնշեցի մեր հաղորդման սկզբում երկու կարևոր այդ տարածքային խնդիրները, որտեղ Եվրոպական միությունը կարող է ինչ-որ առումով հենվել Չինաստանի վրա Միացյալ Նահանգների այս լրջագույն ճնշմանը դիմակրավելու համար։ Ջիբրալթար, այսինքն Ջիբրալթար-Սեուտա այդ հատվածը, Իսպանիայի հատվածը եւ նաև Գրենլանդիա։ Գրենլանդիայի մի միջայլոց Չինաստանը եւս լուրջ հայտ է ներկայացնում հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում եւ հյուսիսային ծովային ուղու վրա ներկայացվածություն ունենալու եւ իր շահերը առաջ տանելու համար։ Այսինքն այստեղ եւս Եվրոպական միություն Չինաստան կարող են համագործակցել, որպեսզի ինչ որ առումով նաեւ սահմանափակեն Միացյալ Նահանգներ, Կանադա, հա, այս ներկայացվածությունը կամ փորձը մտնել հյուսիսային Սառուցյալ օվկիանոս եւ հյուսիսային ծովային ուղու վրա ունենալ լրջագույն ազդեցություն կամ գոնե մասնակցություն։ Այնպես որ այս տեսանկյունից եւս Չինաստան, Եվրոպական միություն շատ ավելի շատ հարաբերություններ եւ շահերը համընկնում են, քան կարող են իրար հետ հակադրվել։ Շատ բարի, բայց թույլ տվեք նաեւ համաձայնելով ձեր վերած փաստարկներին հայացք նետել այն աշխարհաքաղաքական մարտահրավերների վրա, որոնք խոչընդոտում են ԵՄ Չինաստան հարաբերությունները, որտեղ համաձայն եմ, որ ձեր վերած գործոնները կարող են ունենալ այդ ներուժը համագործակցությունը խթանելու, բայց մենք նաև ունենք խոչընդոտող գործոններ, որոնք եւս կարեւոր է հաշվի առնել։ Դրանցից թերևս կարևորագույնը ուկրաինական ճակատում տեղի ունեցող իրադարձություններն են եւ Եվրամիությունը բազմիցս տարբեր խողովակներով քննադատություն եւ մեղադրանքներ է հնչեցրել Չինաստանի կառավարության հասցեին, այն պատճառով, որ նրանք կարծես թե օգնում են ապահովել Ռուսաստանի տնտեսության մեջքը եւ փոխադարձ առևտրաշրջանառությունը եւս բավական արագ տեմպերով աճում է Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ եւ նույնիսկ մի ժամանակ Եվրոպայում բավական լուրջ դժգոհություններ կային կապված այն հանգամանքի հետ, որ չինական մի քանի դիվանագետներ հայտնել էին եվրոպացիներին, որ նրանք պարզապես թույլ չեն կարող տալ Ռուսաստանի պարտությունը։ Չինաստանի արտգործնախարար Վան Ին պաշտոնապես այդ մասին ասել թիվ 1 դիվանագետ է, այո, այդ բայց մինչև այդ ինչ որ ավելի Ինչ ես կարծում, այդտեղ կապ ունի Թայվանի հարցը, այսինքն եթե տեսականորեն օրինակ Եվրոպական միությունը Թայվանը ճանաչում է Չինաստանի մաս։ Ճանաչում է։ Այո, այս դեպքում Չինաստանը կփոխի իր քաղաքականությունը ուկրաինական այս թատերաբեմ, թե ամեն դեպքում այստեղ ավելի խորը գնացող խնդիրներ կան, քան զուտ Թայվանի հարցը։ Եվ այստեղ ավելի շատ աշխարհաքաղաքական այս մրցակցությունը, որ կա Միացյալ Նահանգներ ԵՄ որպես առանձին ուժային կենտրոն, Չինաստան կամ այսպես ասենք, հա, Եվրասիական հատված որպես առանձին ուժային կենտրոն, այս երկու ուժային կենտրոնների միջև այս արճակատումը շատ ավելին է ըստ էության, քան զուտ տարածքային խնդիրը։ Այսինքն այստեղ ուղղակի մեկը պետք է մնա, երկուսը Եվրասիան երկուսի համար կամ երեքի համար շատ փոքր է։ Շատ փոքր է։ Եվ հենց երկրորդ խոչընդոտը աշխարհաքաղաքական, որ պետք է նշեի, Թայվանի հիմնախնդիրն է։ Իհարկե Եվրամիությունը պաշտոնական մակարդակում ճանաչում է եւ հավատարիմ է մեկ Չինաստան սկզբունքին, այսինքն Թայվանը չի ճանաչվել Եվրամիության կողմից իբրև անկախ պետություն եւ Չինաստանը ելի տարբեր եւ հարաբերությունների սրացման տարբեր փուլերում Եվրամիությանը մեղադրում է երկակի սկզբունքների հետևելու մեջ եւ քննադատության է արժանացնում եվրոպական տարբեր պետությունների Թայվանի հետ տնտեսական համագործակցության համար եւ ինչ որ իմաստով դա համարում է մեկ Չինաստան սկզբունքի խախտում, այսինքն էլի մենք երբ որ տեսնում ենք հարաբերություններում որոշակի էսկալացիոն կամ լարվածության դրվագներ, նրանք Թայվանի խնդրի մասին բնականաբար հիշում են եւ ԱՄՆ-ի հարցը իհարկե դա այլ կարևոր գործոն է ԱՄՆ-ԵՄ հարաբերություններում այդ որոշակի խանդը ամերիկյան ադմինիստրացիաների կողմից մենք լավ ենք հիշում, որ 2020 թվականի ներդրումների համապարփակ համաձայնագրի կայացման փուլում Միացյալ Նահանգները եւս եվրոպական քաղաքական ղեկավարությանը տարբեր առիթներով հիշեցնում էին այդ համաձայնագրի հնարավոր ռիսկերի մասին եւ բնականաբար ակնհայտ է, որ վարագույրների հետևում այդ քննարկումները ավելի թեժ են եղել։ Իհարկե համաձայնագիրը այդպես չվավերացվեց Եվրամիության կողմից։ Չնայած որ Չինաստանը բավականին զիջումներ էր արել։ Բավական մեծ զիջումներ էր արել, բայց Եվրամիությունը հիմնականում առաջ էր բերում ուйղուրական խնդիրը եւ Չինաստանում մարդու իրավունքների տարբեր խախտումների հանգամանքը, բայց հասկանալի է, որ վարագույրների հետևում քննարկումները
այլ բնույթ են կրել նաև հենց ԵՄ ԱՄՆ հարաբերությունների համատեքստում։ Ու այդպես էլ համաձայնագիրը փաստորեն կյանքի չկոչվեց, բայց դրա կայացման դեպքում Չինաստանում ավելի ազատ պայմաններ էին ստեղծվելու նաև եվրոպական բիզնեսի գործունեության համար, ինչը մենք այդպես էլ փաստորեն չունեցանք։ Ես պատահական չասեցի, այո, որ Չինաստանը մեծ զիջումներ արեց։ Օրինակ այնտեղ նշվում է, որ Չինաստանը պարտավորում է չստիպել, որպեսզի արտադրությունը նրանք տեղափոխեն Չինաստան։ Այո։ Եվրոպացիները, բայց հիմա մենք տեսնում ենք, որ շատ եվրոպական ընկերություններ իրենց արտադրությունը ուղղակի կամովին տեղափոխում են Չինաստան, քանի որ այո, այնտեղ էներգակիրների աշխատուժի հետ կապված դրճագույն առավելություններ կան։ Այսինքն Եվրոպական միությունը, չգիտեմ, ենթարկվելով ճնշմանը, հետևելով հորդորին ամերիկյան ադմինիստրացիաների, ըստ էության չվավերացրեց իր համար շատ ավելի ձեռնտու տնտեսական պայմանագիրը, քան հիմա կա ներկայում Չինաստան-Եվրոպական միություն տնտեսական հարաբերություններում։ Սա միգուցե զավեշտ կարող է լինել, զարմանք առաջացնել, բայց փաստացի մենք ունենք այն, ինչ ունենք։ Դրան զուգահեռ չինական էներգետիկայի եւ հատկապես էլեկտրամեքենաների, արտադրության մեջ մեծ ազդեցություն ունեցավ Միացյալ Նահանգներից հայտնի Ուորեն Բաֆեթը, ով մի քանի տասնյակ միլիարդ դոլար ներդրեց նույն BYD ընկերության մեջ եւ մի քանի տարվա մեջ BYD-ն վերցրեց ըստ էության ողջ աշխարհը։ Այսօր էլեկտրոմոբիլների արտադրության մեջ նրան հավասար չկա, ավելին այդ կուտակիչները, որոնք արտադրվում են BYD-ի կողմից սեփական նախաձեռնության եւ սեփական նախագծմամբ, շատ այլ ավտոարտադրողներ, միգուցե նաեւ եվրոպական, առանց անուն տալու վերցնում են այդ նույն կուտակիչները եւ դնում իրենց մեքենաների վրա, քանի որ այլ տարբերակ նրանք ուղղակի չունեն։ Ավելի էժան հնարավոր չի ստանալ։ Մինչդեռ այդ 20 թվականի ներդրումների համապարփակ համաձայնագիրը փոխադարձ ներդրումների, որ վավերացվեր, ես կարծում եմ իրավիճակը բոլորովին այլ կլիներ եւ այսօր 6 տարի հետո Եվրոպական միությունը ավելի տնտեսական առումով ավելի ամուր կլիներ եւ ավելի պատրաստված կլիներ այն մարտահրավերներին, որոնք եկան Չինաստանից։ Մի բան է դու ներկայացված լինես այնտեղ եւ ներսից տեսնելով մարտահրավերները պատրաստվես, մյուս բանը քեզ անակնկալի բերեն եւ դու բախվես այն իրավիճակի հետ, որին դու ըստ էության անպատրաստ ես։ Այո, բայց եւս մի բանի պետք է ուշադրություն դարձնենք, որ Եվրամիությունը ոչ ամբողջությամբ ունիտար դերակատար է, այնտեղ էլ կան կարծիքների տարբերություններ եւ եթե նայենք ԵՄ անդամ պետություններին, ելի մեզ կօգնի հասկանալու թե ինչի է Չինաստանի նկատմամբ իրականացող տնտեսական քաղաքականությունը երբեմն թվում անդրամաբանական։ Օրինակ ավանդաբար այդ ատլանտիստական մոտեցում ունեցող պետությունները, որոնք ավելի շատ առաջնահերթություն են տալիս անվտանգությանը եւ Միացյալ Նահանգների հետ համագործակցությանը, իրենք որոշակի զսպվածություն եւ մտավախություններ ունեն Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդման հարցում։ Այդ պետությունից արժի նշել առնվազն Մերձբալթյան եռյակին, Չեխիային եւ ինչ որ չափով նաեւ Լեհաստանին։ Կամ պետություններ, ովքեր այս ամենը հաշվի առնելով նաև մարդու իրավունքների բլոկին են բավական մեծ ուշադրություն դարձնում եւ կարեւորում են այդ գործոնը Չինաստանի հետ հարաբերություններում իբրև խոչընդոտ, դրանք են սկանդինավյան տարբեր պետությունները, Նիդերլանդները, Բելգիան եւ մենք ունենք ավելի պոզիտիվ տրամադրված պետություն, օրինակ Հունգարիան, որը ավանդաբար էլի հատկապես Օրբանի կառավարման շրջանում շատ բաց էր չինական ներդրումների նկատմամբ, բայց ինչպես տեսնում ենք, դա հիմա էլ շարունակվում է այդ տենդենսը հունգարական ներկայիս կառավարության կողմից եւ արդեն ունենք Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա պայմանական այդ բլոկը, ովքեր Չինաստանին դիտարկում են որպես դիվերսիֆիկացման համար կարևոր գործիք։ Հատկապես հարավային Եվրոպայի ծովային հատվածը դիվերսիֆիկացիա եւ կարծում եմ այստեղ նոր լիդեր է հայտ գալու դեմս Իսպանիայի եւ հենց Իսպանիան է առաջնորդելու այն պետություններին, հատկապես հարավի, ովքեր լրջագույն կերպով Չինաստանը դիտարկում են կամ կդիտարկեն իբրև դիվերսիֆիկացիա Միացյալ Նահանգների հետ իրենց ունեցած հարաբերությունների համար։ Շնորհակալություն այսօրվա թեման միասին քննարկելու համար, կարծում եմ բավականին հետաքրքիր էր եւ կան հարցեր, որոնք մենք ուղղակի ժամանակի սղության պատճառով չկարողացանք քննարկել եւ որոնց չկարողացանք անդրադառնալ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ հաղորդումը միասին վարելու համար։ Այս թեման էր, սիրելի հայրենակիցներ, որին այսօր ես անդրադարձա
մեր հյուրի Սուրեն Թադևոսյանի հետ, քաղաքագետ։ Դուք շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանքն անխափան ապահովելու համար։ Այս թեման էր այսօր, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ։